պետք է սովորենք, թե ինչ նշանակում էներգետիկա 21-րդ դարում, որովհետև այն էներգետիկան, ոնց որ գյուղատնտեսությունը, այն գյուղատնտեսությունը, որը մենք գիտեինք կամ գիտենք, հաջորդ 20 տարի հետո այլևս չի լինելու։ Այն էներգետիկան, որը մենք այսօր գիտենք, այդ էներգետիկայի առնվազն 70%-ը 30-40 տարի հետո այլևս չի լինելու եւ էներգետիկան ամբողջությամբ փոխվելու է։ Եվ հետեւաբար մենք պետքա ներգրվենք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ եւ սա համաձայն եմ առաջին քայլն է։ Հաջորդիվ էլի քայլեր են լինելու։ Այստեղ արդեն մենք գոնե որ պատկերացնում ենք առնվազն 4-5 քայլ կա, որոնք շուկան կարգավորելու եւ էլեկտրաէներգիայի բաշխումները ապահովելու մասին են, բայց այս առաջին քայլը անում ենք եւ մենք պետքա այս ճանապարհով շարունակաբար գնանք։ Իհարկե մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք նաեւ կանաչ ջրածնի արտադրության եւ օգտագործման շուրջ, որը ուղիղ կապ ունի այս թեմայի հետ, որովհետեւ կանաչ ջրածինը այն ջրածինն է, որը արտադրվում է արևային էլեկտրաէներգիայից, այսինքն այդ արևային էներգիան արտադրված հոսանք օգտագործումը ջրածին արտադրելու համար, որը արդեն որպես գազ օգտագործվում է արդեն գիշերային կամ այլ անհրաժեշտ ժամերին կուտակման ուրիշ կուտակման եղանակ էլ կա, երբ որ ջրային կուտակման եղանակը, երբ որ ցերեկները ջուրը մղվում է ջրամբար, գիշերը բաց է թողնվում եւ այդ հիդրոկայանները արտադրում։ Այսինքն անընդհատ նոր բաներ են գալիս, նոր տեխնոլոգիաներ են գալիս եւ մեր խնդիրը եւ մանավանդ այսօր մեր հարաբերությունները այդ տեխնոլոգիաները կրող երկրների եւ կենտրոնների հետ մեզ թույլ են տալիս, որպեսզի մենք հասանելիություն ունենանք առնվազն նախնական մակարդակում եւ մենք պետք է ավելի ու ավելի շատ մեծ ուշադրություն դարձնենք։ Եվ պարոն Խուդայցյան, ես այս խնդիրը առաջադրում եմ, պարոն Մեսրոպյան, նաեւ գիտեք ինչ, ոչ մի անհարգալից բան չկա, երբ որ մենք ասում ենք, որ ոլորտի մեր մասնագետները պետք է վերապատրաստվեն։ Դրա վրա պետք է ռեսուրս ծախսել։ Հարգելի գործընկերներ, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ես կառավարման ակադեմիա գնում եմ դասերի եւ դա լուսաբանում եմ, որ երբ որ մենք խոսում ենք, ընդ որում ձևական չեմ գնում, պարտաճանաչ գնում եմ դասերի, նստում եմ, դաս եմ անում։ Եվ դա անում եմ այդ թվում նրա համար, այլոց բացի նրանից, որ դա ինձ պետք է ուղղակի, այդ թվում նրա համար, որ ոչ մեկի համար բան չհնչի, որ ես ասում եմ, որ մենք պետք է սովորենք, որ պետք է վերապատրաստվենք, բոլորին է վերաբերվում։ Եվ դա վերաբերվում է նաև էներգետիկ ոլորտի մեր հարգելի մասնագետներին, որովհետև 70-ականների ընդհանրապես որևէ գիտելիք, որևէ բանի մասին որևէ գիտելիք, որը չի թարմանում այսօրվա ամենավերջին տվյալով, ինքը խնդրահարույց է, ինքը չի կորում ոչ միտեղ, բայց անդադ նոր շերտեր են հայտնվում այդ գիտելիքի եւ այդ բազան շատ լավ է, որ այդ գիտելիքը մենք ավելի արդյունավետ ծառայեցնենք մեր երկրի զարգացման օրակարգին։ Ու սա process-ի շատ կարևոր մասն է, պետք է գործակցել, համագործակցել եւ ուսաշատ ոլորտների է վերաբերում։ Օրինակ Տիկին Անդրեասյան երեք Մոսկվա կատարած այցի ընթացքում մենք նաև այլոց շարքում քննարկել ենք նաև այդ հարցը եւ դա իմ տպավորությունն է, էլի ոչ մասնագիտական, որ օրինակ Ռուսաստանի Մոսկվայի մեծ թատրոնը, մասնավորապես բալետի զարգացման ոլորտում մեզ պետք է աջակցի, որովհետեւ ակնհայտ է, որ այո, լավ է, մենք տեսնում ենք, որ մեր բալետը զարգանում է օրինակ, բայց ակնհայտ է, որ օրինակ մեծ թատրոնի մակարդակին հասնելու համար մենք այս տեպով մի 300 տարի պետքա զարգանանք։ Մեզ պետք չի ամաչել, նեղվել, պետքա ասել այո, խնդրում ենք եկեք մեզ աջակցեք։ Եվ այս մտածողության փոփոխությունը է սա, որ մենք բան չանենք, չհավաքվենք իրար գովենք, ասենք գիտեք, էս, պետքա շատ լուրջ բոլոր ուղղություններով, այն կենտրոններում, որտեղ կա լավագույն փորձը, մենք պետքա հասանելիություն ստանանք եւ մեր հարաբերությունների համատեքստում նաեւ այդ խնդիրները լուծենք, որովհետեւ մեզ պետքա որ այն ինչ որ մենք ունենք լավ է,
Բայց մեզ պետքա դա բան անել, կրկնապատկել, եռապատկել, մեծ ամբիցիաներ ունենալ թատրոնի ոլորտում, օպերայի ոլորտում, բալետի ոլորտում, երաժշտության ոլորտում եւ այլն եւ այլն։ Օրինակ ինձ միշտ զարմացնում է, որ մենք այդպես շատ գոհ ենք։ Հա, էլի գոհ ենք, որովհետեւ հա ված չի։ Բայց մենք հասկանում ենք, որ ասենք 1000 ներողություն, մենք ունենք շատ լավ բան, դասական երաժշտության նվագախմբեր։ Ունենք շատ լավ, շատ գոհ ենք, խոնարհվում ենք, գնահատում ենք եւ այլն։ Բայց ես ոչ միտեղ չեմ լսել, որ մեկը ասի, լսել եք բանը, Երևանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը լսել եք, այն օրը գնացել ենք, մենք ցնցված ենք ուղակի, բայց լսել եմ, որ տենց ասում են Վեննայի բանի մասին, նվագախմբի մասին եւ այլն։ Սա մտածողությունն է սա, մտածողության փոփոխությունն է սա։ Որ ոչ մեկ բան չի առնում, տոմս չի առնում, երկու ինքնաթիռ չեն նստում, գալիս Երևան, որպեսզի գնան ինչ-որ մի ներկայացում նայելու համար։ Բայց աշխարհում բազմաթիվ տենց խոսքեր կան, մենք այդ խոսքերից դուրս ենք, մեզ չի տակրում դա։ Մենք սենց փակվել ենք, ասում ենք դե լավ, դե պլյուս մինուս 5000 դրամ աշխատավարձը ավելացավ, եկեք բոլորս գոհ ուրախ երջանիկ բան անենք։ Սա վատ է, սա շատ վատ է։ Սա այն չի, ինչ որ մեզ պետք է։ Եվ հիմա տենց երկու ոլորտի մասին ասի, բայց բոլոր ոլորտներ, տենց ոլորտ չկա, որին դա չի վերաբերվում։ Չկա տենց ոլորտ, որին դա չի վերաբերվում։ Եվ դա արտահայտված է մեր ՀՆԱ-ով։ Հա մենք ուրախացել ենք, որ մեր ՀՆԱ-ն ինչ են կարել։ Ահագին աճացրել ենք, քանի տոկոսի մի անվանական ուրիշա, իրական 50 քանի տոկոս չէ, մեր ՀՆԱ-ն ավելացրել ենք։ Բայց հիմա մենք նայենք աշխարհի որ երրորդ տեղում ենք։ Մեր ՀՆԱ-ն է դա ցույց տալիս։ Եվ մենք պետք է առերեսվենք այս փաստերի հետ, հակառակ դեպքում մենք ինչ տեղապտույտի կամ դանդաղ տենց, ինչպես մենք մի հատ լավ բառ ունենք, քրքաշ, տենց կամաց բան ենք անում, շարժվում ենք, վատ չի որ շարժվում ենք, բայց էլի եմ ասում, այն ինչ որ արել ենք, լավ է, բայց մենք պետք է փոխենք ընդհանրապես մեր մտածողության եւ մեր ընկալման, այդ թվում ինքնաընկալման բանաձևերը։ Հաջորդ այդ բանը, որ մենք որ իրար հետ խոսում ենք, դե աշխարհում բոլորը մեզ գիտեն, ամենուր բոլորը գիտեն եւ հայերին եւ Հայաստանը։ Ես դες հավաստիացնում եմ, որ հայերին եւ Հայաստանը գիտեն նրանք, ովքեր ուղիղ գործ են ունեցել ինչ որ ձևով պլյուս մինուս ինչ որ մի տոկոս։ Ինչ բոլորը չեք հանդիպել իրավիճակի, որ ասում են որ դեից եք, ասում ենք Հայաստանից, ասում են Ռումենիա, Ալբանիա եւ այլն։ Հա, բայց հետո է զարմանում ենք, ասում ենք ոնց եղավ, բան, սա բայց դա իրականությունն է, պետք է առերեսվենք այդ իրականության հետ։ Ու ինչքան պետք է չխոսանք այս ամեն ինչի մասին։